Քաղաքապետարանի բաժիններում պետերի հրաժարականներն իրար էին հաջորդում անցած տարվա հոկտեմբերից։ Վերջին 6 ամսում մի քանի պետեր են փոխվել, ավելի ճիշտ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակվել։ Դրա պատճառները հայտնի են, թիմ կառավարումներ ձախողվել։ Հետո քաղաքապետի պաշտոնակատարի նշանակումով բաժինները ժամանակավոր պետերով ղեկավարվեցին։ Ժամանակավորներն էլ նախկին դարձան ավականու արտահերթ ընտրություններից հետո։ Գյումրիի թիմ կառավարումը հերթական վերադասավորումների մեջ է։ Ժամանակավորները նոր ձևավորվող տեղական իշխանության աշխատակազմում լինել չեն կարող կամ չեն ուզում։ Պաշտոններից հրաժարվելու դիմումներում երկար-բարակ հիմնավորումներ չկան։ Դուրս եկան, չուզեցին երևի նոր համայնքի ղեկավարի օրոք աշխատել կամ ինչ-որ այլ պատճառներ ունեն, չգիտեմ, բայց դիմի մեջ նշվել է ուղղակի խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից։ Արմենու Հիչախոյանը քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետն է, արդեն 2 շաբաթ է աշխատակազմի քարտուղարի պարտականություններն է միաժամանակ կատարում։ Անցած տարվա հոկտեմբերից մինչև հիմա արդեն 3-րդ մարտն է այս պաշտոնում ժամանակավոր ղեկավար նշանակվում։ Քաղաքապետարանի մյուս կարևոր բաժիններում եւս վիճակը ոչնչով չի զիջում։ Ֆինանսատնտեսագիտական բաժինն է, գովազդը, տրանսպորտի բաժինը, ինքնակամ շինությունների հողի վերահսկողության բաժինը, բնակկոմունալ շրջակա միջավայրի պահպանության բաժինը, որոնց բաժնի պետերը իրենց թիմի համաձայն դուրս էին եկել արդեն աշխատանքից։ Թիմերով գալու գնալու տրամաբանությամբ ընտրություններից հետո են ազատման դիմումներ գրել քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի նշանակած 10-ից ավելի բաժինների ժամանակավոր ղեկավարները, նաև հայեցողական պաշտոններ զբաղեցնողները։ Բոլորն ազատման դիմում են գրել չսպասելով նոր ընտրված ավականու առաջին նիստին, որտեղ քաղաքապետ էր ընտրվելու։ Կոմունիստներով եւ ընդդիմադիր խմբակցությունների քվեներով քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանի կադրային առաջնահերթությունն ու աշխատակազմ ձևավորելու գործը եւ հեշտացել է եւ բարդացել։ Ոչ մեկին ոչ մի բան չենք անելու, ովքեր համայնքային ծառայողներ են, ովքեր մրցույթներով ընտրվել են ու իրենց աշխատանքը սրբորեն կատարում են, դա հանցագործություն կլինի, որ հանգարց մենք որևիցե մեկի նկատմամբ ինչ-որ մի քայլ անենք, մենք մեզ թույլ չենք տա։ Հեշտ կամ կամային որոշում չի կարող լինել համայնքային ծառայողների աշխատանքից ազատելը։ Քաղաքապետարանի բաժինների պետերը նշանակվում են մրցույթով, իսկ պաշտոնից ազատման հարցը կարգավորվում է աշխատանքային օրենսգրքով։ Քաղաքական եւ հայեցողական պաշտոններում նշանակումներ կատարում է քաղաքապետը։ Այսինքն տվյալ բաժնի պետը եթե մրցույթով նշանակվել է բաժնի պետ, աշխատանքից հեռացման կետերը որոշվում է աշխատանքային օրենսգրքով։ Այսինքն օրենքի խախտումներ եւ այլն չթվարկել այդ ամեն ինչը, իսկ ցանկությամբ աշխատանքից հեռացնել ես որպես իրավաբանական բաժնի պետ մի քիչ չեմ պատկերացնում։ Անցած ավականու նիստում ավականին ընտրեց 2 փոխքաղաքապետերին, որոնց թեկնածությունն առաջարկել էր Գյումրիի քաղաքապետը։ Այժմ 2 խորհրդականների պաշտոնը դեռ թափուր է մնում։ Օգնականի պաշտոնում ժամանակավոր նշանակում է եղել պաշտոնակատարը ապրելու երկիր կուսակցության խորհրդի անդամ Կարեն Մալխասյանն է, ում էլ առաջիկայում նշանակելու է աշխատակազմի քարտուղար։ Տարածքային նախարարությունը պետք է դրական եզրակացություն տա, որից հետո տվյալ անձը կնշանակվի իր պաշտոնին։ Մի քանի բաժիններ արդեն ունեն ժամանակավոր պաշտոնակատարներ, դրանք են ֆիզկուլտուրայի եւ սպորտի, տրանսպորտի բաժինները եւ կոմունալ ծառայությունը։ Մյուս բաժինները ժամանակավոր ղեկավարներ դեռ չունեն։ Ունեն պարտականությունները կատարողներ ու բոլորը հին աշխատողներ են, այսինքն գործից ոչ տեղյակ մարդու վրա պարտականությունների կատարում չի նշանակվել։ Այսինքն աշխատանքը գնում է, աշխատանքը չի կաղել, շարունակվում է։ Չունենք բաժին, որի գործառույթները, ասենք բաժնի պետ չունենալու համար այս բային կոլապսի ենթարկվել կամ ինչ-որ մնացել է տեղում, չի պատասխանում է դիմումներ կամ նման այլ գործառույթներ։ Ընտրություններով ձևավորված նոր ավականու 4 ընդդիմադիր ուժերը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Մեր քաղաքը դաշինքը, Իմ հզոր համայնք կուսակցությունը եւ Մայր Հայաստան դաշինքը հիշեցնենք պաշտոնների չեն հավակնում։ Արդյունքում եւ փաստացի քաղաքային իշխանություն միանձնյա ձևավորում է ավականու կոմունիստական կուսակցություն խմբակցությունն իր քաղաքապետի թիմով։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։